Կատարվում է միզապարկի արմատական հեռացում, միզապարկի քաղցկեղի կապակցությամբ։ Վիրաբուժական ռոբոտիկ համակարգի օգնությամբ մեր երկրում առաջին անգամ միաժամանակ իրականացվում են միզապարկի արմատական հեռացում և նոր միզապարկի ստեղծում աղիքային պլաստիկայով։ Սա ուրոլոգիական ամենաբարդ վիրահատություններից է։ Վիրահատությունը բնականաբար կատարվում էր մինչ այս բաց կամ լապարասկոպիկ տարբերակով։ Հիմա ունենք ռոբոտային տարբերակը եւ ռոբոտային տարբերակը ունի հստակ առավելություններ, քանի որ մենք գործիքները ճկուն են եւ ավելի խոշորացված ենք տեսնում եւ հնարավորություն ունենք նյարդերը եւ անոթները պահպանել, այսինքն փոքր նյարդեր, փոքր անոթներ պահպանել, որն էլ հնարավորություն է տալիս բուժառոյին, որպեսզի ֆունկցիոնալ արդյունքները ավելի լավ լինեն։ Ռոբոտային համակարգը ինքնուրույն ոչինչ անել չի կարող, մինչև բժիշկը չնստի կառավարման սարքի մոտ ու իր գիտելիքներով եւ ձեռքի ճշգրիտ ճկուն շարժումներով չղեկավարի այն։ Մեթոդը թույլ է տալիս միլիմետրի ճշգրտությամբ հեռացնել անհրաժեշտ հանգույցները։ Հեռացվում է միզապարկը, շագանակագեղձը, սերմնաբշտերը, լիմֆատիկ հանգույցները, դրանք այն լիմֆատիկ հանգույցները ավշային հանգույցներն են, որոնք շրջապատում են գլխավոր անոթները եւ առաջին օջախներն են մետաստազի ուռուցքի տարածման համար, դրա համար բոլորը ամբողջովին հեռացվում է, որից հետո աղիքից պատրաստվում է մի փոքր հատված, այսինքն վերցնում ենք մոտ 45 սանտիմետրանոց հատված եւ դրանից ձևում ենք գնդաձև պարկ, որը միացվում է միզուկին եւ միզածորաններն էլ գալիս են միացվում են համապատասխան այդ պարկին։ Այդպես վերականգնում են բուժառոյի միզուղիների ամբողջականությունը եւ նորմալ միզարձակության հնարավորություն տալիս։ Իդեպ ուրոլոգի հայրն է դեռ 40 տարի առաջ առաջին անգամ մեր երկրում կատարել միզապարկի արմատական հեռացում։ Մենք միզապարկի հեռացումից հետո նոր միզապարկ ձևավորելու գործողությունները սկսեցինք անել, որովհետեւ այն ժամանակ պրոֆեսոր Աղաջանյանը երբ որ առաջի արդյունքները տեսավ, նա մի բան ասեց, որ այլավա կոնկրետ սրանով պետք է զբաղվել եւ դա մեզ համար դարձավ խթան, որպեսզի մենք կարողանանք այդ գործողությունները Հայաստանում ներառենք։ Ուրոլոգի խոսքով նորագույն տեխնոլոգիաները այսօր եռակի հնարավորություններ են տալիս։ Գործողության ծավալը, որը որ արվում է, մնում է նույնը, սակայն ագրեսիան վիրահատության ընթացքում պացիենտի նկատմամբ ունեցած ծանրությունը, ագրեսիան, վիրաբուժական վնասվածքը, տրավման լինում է մի քանի անգամ ավելի ցածր, վերականգնողական շրջանը մի քանի անգամ ավելի արագ եւ ավելի լավ։ Եվ ահա հետվիրահատական 7-րդ օրը բուժառուն բարձր տրամադրությամբ բժշկի մոտ հերթական խորհրդատվությունն է անցնում ու պատրաստվում տուն գնալ։ 12 ժամ ես նարկոզի տակ եմ եղել։ 11 ժամից ավել մենակ օպերացիայի ընթացքում ինձ ասել են, որ դեռ գնացել է այդքան մենակ օպերացիայի ընթացքում։ Ես հաջորդ օրը ես քայլել եմ։ Այսինքն դա արդեն խոսում է նրա մասին, որ ամեն ինչ բարեհաջող է եղել։ Ես հաջորդ օրը բոքսից որից բերեցին պալատ, ընդամենը մի ժամ հետո ես քայլել եմ։ Եթե մեզում կա արյուն, դա նորմալ չէ, հատկապես երբ չկա ցավ։ Բժշկի խոսքով առանց ցավի արյունամիզությունը պետք է հուշի բուժառոյին դիմել ուրոլոգի բացառելու օնկոլոգիական հնարավոր հիվանդությունները, իսկ միզապարկի քաղցկեղը կարելի է կանխարգելել հրաժարվելով ռիսկի գլխավոր գործոններից մեկից՝ ծխելուց։ Նարայ Ոսկանյան, Արտակ Գևորգյան, լուրեր։